Ժողովուրդ օրաթերթը գրում է Նիկոլ Փաշինյանի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու պահանջին է միացել նաև Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության դժգոհությունը, այլև ինչպես թերթի աղբյուրներն են հայտնում, խռովություն է առաջացրել անգամ սեփական տան պատերի ներսում հարազատների միջև։ Այս դեպքից հետո սրբազանի քույրերը խզել են իրենց կապերը հարազատ եղբոր հետ։ Վրթանես սրբազանի քույրերից մեկի որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Արցախահայերը նշում են, որ թեմի առաջնորդը շրջափակման ժամանակ իրենց կողքին Արցախում չի եղել, բայց ժողովուրդն աչք էր փակել այդ ամենի վրա, հարգելով այն փաստը, որ Վրթանես սրբազանն իրենց հոգևոր առաջնորդն է, սակայն Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլևս աչք փակել չեն կարող։ Ներքին խոսակցություններ էլ կան այն մասին, որ Վրթանես սրբազանը Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից բնակարան է նվեր ստացել եւ հնարավոր է այն չկորցնելու համար անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քաստինգ է իրականացնում, կանչում են հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության խավարանով, արդեն մի քանիսին էլ կտրել են քննությունից։ Թերթի տեղեկություններով դուրս է մնացել շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական եթամշակույթ գրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ։ Ասում են վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունը ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր թմրանյութի թեստ հանձնելու։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է քննչական կոմիտեն ակտիվ քննչական գործողություններ է սկսել գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով։ Թերթի տեղեկություններով բացի փորձագետներից նախաքննական մարմինը ակտիվ քննչական գործողություններ է իրականացնում վկաների մասով։ Չի բացառվում, որ նման ակտիվ քննչական գործողությունները կապված լինեն այն հանգամանքի հետ, որ մինչև տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ որոշի գործը ուղարկել դատարան։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում դեկտեմբերի 27-ին ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կառավարության կուսակցական անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԿՊԱ-ական թիմ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում։ Նախնական որոշմամբ հավաքի վայր է ընտրվել Արտաշատի ճանապարհին վերջերս բացված Ադանա ռեստորանը, իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը կլինի միայն տարեվերջյան քեֆ ուրախություն, թե նաև քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ։ Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, վիճարկելու ներքին գործերի նախարարության ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։ Դատարան ներկայացված հայցադիմումով դեսպանը պահանջում է պարտավորեցնել ներքին գործերի նախարարության ոստիկանությանը ձեռնպահ մնալ իրեն պատկանող զենքերը վերցնելուց, առգրավելուց կամ վնասելուց։ Թերթի տեղեկություններով նախարարության ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման, օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։ Գրում է թերթը։